Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել A Political հարթակի Government AI Campus նախաձեռնությանը, ներկայացնելով արհեստական բանականության ոլորտում Հայաստանի տեսլականը, առաջնահերթություններն ու պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Հայրապետյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ձևավորել մրցունակ, պատասխանատու եւ ներառական արհեստական բանականության բեկոհամակարգ։ Նրա խոսքով արհեստական բանականության գրագիտությունը ժամանակակից աշխարհում առանցքային հմտություն է և պետք է դառնա կրթական համակարգի կարևոր բաղադրիչ։ ԱԲ գրագիտությունը չի նշանակում, որ բոլորը պետք է դառնան արհեստական բանականության ինժեներ։ Խոսքը նրա մասին է, որ յուրաքանչյուր շրջանավարտ անկախ մասնագիտությունից կարողանա անվտանգ եւ արդյունավետ օգտագործել արհեստական բանականության գործիքները, հասկանալ տվյալների, մոդելների եւ սահմանափակումների հիմունքները, քննադատաբար գնահատել ԱԲ-ի արդյունքները եւ պահպանել մարդու վերահսկողությունը կարևոր որոշումների ժամանակ։ Նախարարն արհեստական բանականության գրագիտությունը բաժանել է 3 հիմնական ուղղության՝ հիմունքների իմացություն, քննադատական եւ պատասխանատու մտածողություն, նաեւ գործնական կիրառություն։ Նա ընդգծել է, որ քաղաքացիներն ու մասնագետները պետք է գիտակցեն, արհեստական բանականությունը կարող է սխալվել, վերարտադրել տվյալներում առկա կողմնակալությունները կամ ոչ ճշգրիտ պատասխաններ առաջարկել։ Խոսելով տարբեր մասնագիտական խմբերի համար արհեստական բանականության կրթության մասին, Հայրապետյանը նշել է, որ պետք է գործի ընդհանուր հիմք մասնագիտական խորացում սկզբունքը։ Ըստ նրա, ուսուցիչներին, բժիշկներին, ինժեներներին եւ պետական ծառայողներին անհրաժեշտ է արհեստական բանականության ընդհանուր ընկալում, սակայն ուսուցումը պետք է հարմարեցվի յուրաքանչյուր ոլորտի ռիսկերին եւ պատասխանատվության մակարդակին։ Ուսուցիչների համար կարևոր է ոչ միայն ԱԲ գործիքների կիրառումը, այլև ուսուցիչ-ԱԲ աշակերտ հարաբերության ճիշտ կառուցումը։ Բժիշկների դեպքում առաջնային են պացիենտի անվտանգությունը, կլինիկական պատասխանատվությունը եւ տվյալների պաշտպանությունը, իսկ ինժեներների համար կարևոր են տվյալների որակը, մոդելների գնահատումը, անվտանգությունը, փաստաթղթավորումը եւ մշտադիտարկումը։ Հայրապետյանն անդրադարձել է նաև պետական համակարգում արհեստական բանականության ներդրման հիմնական մարտահրավերներին։ Նրա գնահատմամբ խնդիրները միայն տեխնոլոգիական չեն, այլ կազմակերպչական, կապված հմտությունների, վստահության, տվյալների պատրաստվածության, հին համակարգերի եւ փոփոխությունների կառավարման հետ։ Արհեստական բանականությունը պետական համակարգում արդյունավետ ներդնելու համար միայն գործիքներ ունենալը բավարար չէ։ Անհրաժեշտ են պատրաստված աշխատակիցներ, հստակ կանոններ, որակյալ տվյալներ եւ անվտանգ կիրառման ուղիներ։ Հակառակ դեպքում առաջանում է չվերահսկվող օգտագործում, ավելի բարձր ռիսկեր եւ անհավասար որակ։ Նախարարը կարևորել է նաև ազգային արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը։ Խոսելով արհեստական բանականության տվյալների կենտրոնների մասին, նա նշել է, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես տեխնիկական կամ շինարարական ծրագրեր, այլ որպես ազգային կարողություն, հստակ կառավարման եւ հասանելիության մոդելով։ Արհեստական բանականության ենթակառուցվածքը պետք չէ դիտարկել որպես շինարարական նախագիծ, այն պետք է դիտարկել որպես ազգային կարողություն, կառավարման եւ հասանելիության մոդելով։ Ամենաթանկ սխալներից մեկն այն է, երբ ստեղծվում են հզորություններ, որոնք չեն օգտագործվում լայն էկոհամակարգերի կողմից կամ հասանելի են միայն նեղ շրջանակի համար։ Հայրապետյանի խոսքով արհեստական բանականությունը կարող է բարելավել պետական ծառայությունների որակը, կրճատելով սպասման ժամանակը, բարձրացնելով պատասխանատուների հետևողականությունը եւ աշխատակիցներին ազատելով կրկնվող վարչարարական աշխատանքից։ Որպես օրինակ, նա առանձնացրել է արհեստական բանականության աջակցությամբ զանգերի կենտրոններն ու քաղաքացի արհեստական բանականություն երկխոսության հարթակները, այդ թվում հայերեն խոսքը տեքստի եւ տեքստը խոսքի վերածող լուծումներով։ Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ արհեստական բանականության կիրառումը պետք է ուղեկցվի էթիկայի, տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության եւ հաշվետվողականության հստակ մեխանիզմներով։ Նրա խոսքով արհեստական բանականությունը կարող է նույն արագությամբ մեծացնել եւ արդյունավետությունը եւ սխալները։ Հարցազրույցի վերջում Հայրապետյանն ընդգծել է, որ արհեստական բանականության նպատակը մարդուն փոխարինելը չէ, այլ նրան ավելի արդյունավետ դարձնելը։ Ըստ նրա, թվային լուծումներն ու ավտոմատացումը կարող են մարդկանց ազատել ամենօրյա բյուրոկրատական ռուտինայից, հնարավորություն տալով կենտրոնանալ այլ աշխատանքի վրա, որտեղ անհրաժեշտ են դատողություն, երևակայություն, ստեղծարարություն եւ քննադատական մտածողություն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։